Ուրեմն բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար այս եթերին, հենց այս պահին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հազարավոր մարդիկ են հավաքվել, պաշտպանելու մեր եկեղեցին, մեր հոգևոր դասը, մեզ ավելի շուտ, բայց փակել են նաև այս իշխանությունը, ոստիկանները փակել են դեպի Էջմիածին գնացող ճանապարհները, թույլ չեն տալիս, որովհետև հազարավոր մարդիկ նորից շարունակում են շարժվել Էջմիածին, ասում են դրա փոխարեն կարելի է նաև Երևանում հենց կառավարության մոտ ուր այս դեպքում հավաքվել, բայց մինչ ձեր խոսքին ասելը խնդրում եմ միացնենք այս տեսանյութը, որ լսեն, ողանջում են նաև Երևանի եկեղեցու զանգերը, իսկ մոտ 3 ժամ եմ Սուրբ Էջմիածնում եկեղեցու զանգերը չեն դադարում ողանջել։ Շնորհակալություն։ ոստիկաններին, ԱԾԱ-ականներին, Մայրաթորում շարունակում են, այսպես ասենք, պահել, Էջմիածին ճանապարհը նորից հիշեցնում փակ է մնում, մարդկանց ոչ են անում, հավաքվել նաև Երևանում, չգիտեմ, սա արդեն վերջի վերջը, խնդրեմ, կառավարությանը ոտքամեցեք։ Ես պետք է նորից հիշեցնեմ, որ տարիներ արդեն կարող եմ ասել շարունակ, ես ասում եմ, որ Հայաստանը զավթվել է ներսից։ Հիմա այն ինչ որ չի կարող անել Թուրքիան, չի կարող անել Ադրբեջանը, անում է օրվա իշխանությունը, այն է հարձակվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա եւ բոլոր մնացած այդ պատրվակները եւ այլն ամոթալի արդեն արտահայտությունները, որոնք որ Եվրանյուզով են արդեն ցույց տալիս, ով է ինչ ուզում ապացուցել, ինչ ցուցադրությամբ։ Այսպիսի օր Հայաստանը երբևէ եւ հայությունը այսպիսի օրեր չի ապրել։ Ես կարծում եմ, այո, պետք է, եթե ճանապարհները փակել են, իսկ դա հերթական հակասահմանադրական գործողություն է եւ դա սովորութային արդեն բնույթ է կրում այս իշխանությունների համար, ինչ սահմանադրություն, ինչ օրենքներ եւ այո, ճիշտ է, որ ժողովուրդը հավաքվի եւ իր կարծիքը, իր մոտեցումները հասցնի Հայաստանի Հանրապետության ժողովրդի հանդեպ անտարբեր կառավարության եւ նրա ղեկավարի ուշադրությունը դարձնելով եւ պնդելով եւ ստիպելով, որ լսեն։ Ես հիշեցնեմ, 3 միլիոն վարչապետներ եք,
Եվ ահա այդ 3 միլիոն վարչապետները պետք է կարողանանք այդ մեկ վարչապետիկին գործողությունները ինչ որ ձևով զսպել, ինչ որ ձևով սահմանափակել եւ սահմանափակելը դա զուտ սահմանադրորեն իմ կոչս դա է, որովհետեւ այն ինչ որ արվում է այսօր Հայաստանում հակա իրավական է միջազգային իրավունքի հակադրվելով դա հակա եւ անօրինական է եւ հակասահմանադրական է հիմա արդեն բոլորին վարժեցրել են որ սահմանադրությունը կարելի է խախտել ցանկացած առիթներով հիմա եկեք տեսնենք իրականում մենք ինչ ունենք այսօր տեղի է ունենում հայ ժողովրդի պահպան եւ ազգապահպան եւ ազգաստեղծ մի հաստատության այն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակում արդյոք դա կարող է անել Թուրքիան այստեղ ոչ արդյոք դա կարող է անել Ադրբեջանը ոչ այսինքն նրանք այդ նույն իրենց ծրագրերը կրկնվեմ հայ ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական թե ռազմավարությունը թե քաղաքականությունը մնացել է անփոփոխ եւ ցավոք սրտի օրվա Հայաստանում օրվա իշխանությունը դատելով արդյունքներից դատելով հայտարարություններից դատելով կեցվածքից հայհոյախառն այդ հրետորաբանությունից փաստորեն այդ նույն ծրագիրը Թուրքիայի թե Ադրբեջանի ոչնչացնել հայ ժողովրդի ինքնությունը եւ հայապահպան ամենահզոր հաստատությունը այն է հայ առաքելական Սուրբ եկեղեցին ամբողջովին խոցել եւ հնարավորինս ուղակի առ ոչինչ դարձնել մեր հոգեվոր էության հաստատությունը դա իրականացնում է օրվա իշխանությունը Սա է պատճառը, որ ես կրկնում եմ արդեն տարիներ շարունակ, սա 8-րդ տարին է, որ այս թիմը եկել է, այս թիմը բերել են հենց դրա համար, այն է Արցախը օր առաջ բռնակցեն, հանձնեն Ադրբեջանին, Հայաստանը փաստորեն զրկեն հայությանը ինքնությունից դարձնեն ուղակի մի վարչական տարածք ոչ թե հայրենիք տեսեք ինչ տրամաբանական են աշխատում այս իշխանությունները եւ ամբողջովին դարձնեն Թուրքիայի կցորդ ուզում ես պահպանես պետականության ինչ որ հատկանիշները խնդիր չկա Հիմա ժամանակակից աշխարհում տասնյակ պետություններ կան, շատ անգամ կղզիական այսպես պետություններ, այդպիսի պետությունը մեջ մեկի մեջ 25000 մարդ է։ Իրենց ճանաչում է միջազգային հանրություն կոչվածը, որովհետև դրանք դառնում են ուղղակի եւս մեկ ձայն, եւս տասնյակ ձայներ հոգուտ այն ուժերի, որոնք ես միշտ կոչել եմ պղտոր գլոբալիստական կենտրոններ։ Ինչ ենք մենք անում։ Նախ եւ առաջ կոչ եմ անում էլի, լինենք ազնիվ ինքներս մեզ հետ։ Այս իշխանությունը եկել է օգտվելով միամիտ, ես կասեի վերին աստիճանի կարող է դրական մղումներով ղեկավարվող, բայց բոլորովին որևէ մի պատկերացում չնցող, թե ում են բերում իշխանությանը։ Եվ այն ինչ որ այսօր տեղի է ունենում, ես հիշեցնեմ, դա ոչ միայն այդ փոքր սկզբից խմբի գործնեության արդյունք է, այլ շատերի, որոնք որ ասում են մոլորված են եղել, ես չգիտեմ ինչն է իրենց մոլորացրել,
եւ դրա համար իրենք կողմնակից էին, որ ոչ թե իշխանափոխություն լինի, այն է համակարգային դրական փոփոխություններ տեղ ունենան, այլ ուղղակի իշխանության զավթում տեղի ունենա եւ իրականացվի հստակ այս 7.5 արդեն 7 տարի մի 2 ամիս շարունակ մենք տեսնում ենք իրականացվում է հակահայկական, հակապետական գործունեություն։ Հիմա ես պետք է ասեմ, որ դեռ երբ որ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, ես առիթ ունեցա խոսելու նրա մասին, որ սա ոչ թե մի առանձին միջոցառում է, այլ սա մեկ ալիք է ռեպրեսիաների, այո, քաղաքական անգամ ռեպրեսիաներ կոչել, նշանակում է դրական միջև անգամ արտահայտվել, սա ավելի քան քաղաքական է, սա հակապետական է, իմ հստակ կարծիքով եւ կարող եմ բերել այդ ապացույցները։ Բոլոր այս գործողությունները, որոնք որ տեղի են ունենում ավելի թեկուզ 2018 թվականից այն ձևը, որով եկել են իշխանության, ամբողջովին հակավորինական է։ Դրա համար են կոչում հեղափոխություն։ Սա հեղափոխություն չէր, սա ուղղակի իշխանության զավթում էր։ Իշխանությունը սեփականաշնորհվել է մեկ խմբի կողմից, ինչը սահմանադրական մեր նորմերով ինքնին ծանր հանցագործություն է։ Հիմա ինչ ենք անում, ինչ է տեղի ունենում։ Ես համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր որ ասում են, որ դա սկսվել է մյուս տարի կայանալիք ընտրությունների սկիզբն է դրվել, այսինքն նախ եւ առաջ կներեք արտահայտությանս համար հնձում են բոլոր այն դաշտը, ամբողջ դաշտը, որտեղ կան անհամաձայնություն հայտնող խմբեր կամ մարդիկ, դա վերին աստիճանի ներհատուկ է տոտալիտար պետություններին, որտեղ որ բոլորը պարտավոր են ծափահարել եւ համաձայնվել միայն մեկ կարծիքի հետ։ Մեկ կարծիքը դա այն կարծիքն է, որը արտահայտում է իշխանության ղեկին գտնվող ուժը։ Հիմա ես անցնեմ նրան, թե բա հիմա այս վիճակում ինչ պիտի անենք։ Նայեք, ես համաձայն չեմ այս իշխանության քաղաքականության հետ, կրկնում եմ 2018 թվականի սեպտեմբերից հստակ կրկնում եմ, ես այլախոս եմ, ես համաձայն չեմ այս քաղաքականությանը եւ կան Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունի դուրս հայեր, ովքեր համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ։ Արդյոք դա հանցագործություն է։ Ես դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր իրավապահ մարմիններին հայտարարելով, ես այսօր կրկնում եմ, ես համաձայն չեմ այս իշխանությունների քաղաքականության հետ եւ ունեմ այդ իրավունքը դիմելու բոլոր այն մարդկանց, ովքեր եւս համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ, դիմելով բոլոր ուժային եւ այսպես իրավապահ մարմիններին, ես հայտարարում եմ հանկարծ որևէ մեկը չփորձի մեղադրել նրանց, ովքեր հիմա ինձ լսելով եւս կասեն, որ համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ։ Ես ինչ եմ առաջարկում, բոլոր նրանց, ովքեր որ համաձայն չեն այս իշխանության քաղաքականության հետ, հավաքվեն, կազմեն այն ծրագիրը, որը կարտահայտի իրական հայության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերն ու իրավունքները։
Եվ առաջարկում եմ դա վերին աստիճանի լուրջ, ոչ թե առանձին վերին աստիճանի խելացի հայտարարություններով հանդես գալ, այլ կազմել այդ ծրագիրը, որտեղ պարզ ու շիտակ կարտահայտվեն այն բոլոր անհամաձայնությունները այս իշխանության քաղաքականության հետ։ Ինձ հետաքրքիր չեն այդ անձինք, իշխանավորը ինձ համար մարդ է, որը պարտավոր է ըստ սահմանադրության կատարել իր պարտականությունները։ Երբ որ ես տեսնում եմ, որ նա սխալ է իրականացնում կամ հակառակ բանն է անում, ես իրավունք ունեմ դիմելու բոլոր ունակ ուժերին։ Հստակ սկզբից պետք է կազմվի այն ծրագիրը, որտեղ հստակ երևում է, որ իշխանությունները այն ինչ որ խոստացել են իրենց ծրագրերի մեջ, ոչ միայն չեն արել, այլ արել են հակառակը։ Պարզ ու շիտակ ծրագրային այնպիսի դրվագներ, որտեղ երևում է, որ կա անհամաձայն այն մարդկանց մեծ թիվը, որը պայքարելու է եւս մտնում է այդ նախընտրական վերին աստիճանի շուտ մեկ տարի առաջ սկսված այս գործողություններին։ Էլի եմ ասում, ամենացավալի ինչ էլ տեղի ունենում այն է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը, դա ընտրարշավի սկիզբն է, եւ այս իշխանությունները ուզում են ուղղակի մաքրեն դաշտը, անշարժ դարձնեն Հայաստանի Հանրապետության հասարակությունը եւ իրականացնեն, շարունակեն իրականացնել Թուրքիայի հետ, ինչպես գիտենք վերջի այցը եղել է Թուրքիայի հետ համաձայնեցված ծրագիրը, եւ ես համաձայն չեմ դրա հետ։ Ես ինքս վերին աստիճանի խաղաղասեր մարդ եմ, կարծում եմ այո, պետք է ունենալ խաղաղ եւ դրական հարաբերությունների հետ բոլոր մեր հարևանների հետ, բայց ոչ թե ենթարկվել ուժին, ինչպես հիմա իրեն դրսևորում է Թուրքիան։ Թուրքիան իրեն այսօր համարում է ԱՄՆ-ին եւ ուրիշ խոշոր կենտրոնների, լինի Եվրամիությունը եւ Եվրոպան, լինի Ռուսաստանը, լինի Չինաստանը։ Թուրքիան հայտարարում է, որ ինքը եւս պատկանում է այս աշխարհի հզորներին, եւ ես համաձայն եմ ունենալ դրական հարաբերություններ, եթե վերջ դնեն այդ պարտադրողական, այդ ուժով գործելու այդ մեթոդներին։ Մենք պետք է ունենանք մեր ծրագիրը, որով հանդես կգանք աշխարհով մեկ բոլոր պետություններում, ունենալով եւ ձեռք բերելով մեր գաղափարախոսության դաշնակիցներին, եւ այդ գաղափարախոսությունը համամարտկային արժեքների վրա հիմնված պետք է լինի։ Ես ելի եմ կրկնում, եթե մենք շարունակենք ամեն մեկս ասենք մեր խելոք մտքերը, ես այդ շարքում ամենահամեստն եմ ինձ համարում եւ այդպիսին էլ կամ։ Պարզապես ես ինքս անձամբ պատրաստ եմ ստանձնել այդպիսի պարտականություն եւ հավաքագրել եւ հրավիրել բոլոր ունակ քաղաքակիրթ, ուղղակի կիրթ խմբերին, որ մենք կարողանանք վերջապես լսենք ղողանջները մեր եկեղեցիների։ Տարիներ առաջ դեռ ասում են ինչու չեն
ղողանջները պես եկեղեցու լսվում եւ այլ լսվում են հիմա բոլորդ լսում եք հիմա հասկանում եք որ 2018 թվականի հունիսի հարձակումը եկեղեցու վրա Սուրբ Էջմիածնի շենքերը մտնելը իրենց խուժանական ձևով պահելը որը մնացել է անպատիժ որ դա այսօր դրսևորվում է արդեն պետական ուժային կառույցների օգտագործման ես ելի եմ ասում եթե իմ խոսքերի մեջ կա որևէ հակաօրինական բան ասեք ինձ բայց ես հիմա հայտարարում եմ ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի այլ որպես Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանը մարդու իրավունքների առաջին պաշտպանը եւ ես գտնում եմ որ ոտնահարվել են արդեն բոլոր իրավունքները հիմնարար եւ ազատությունները ինչպես ասվեց հիմա տեղաշարժի իրավունքն է այսօր սահմանափակվել բոլոր նրանք ովքեր որ դեմքները փակած ուզում են անել անբարոյական եւ հակասահմանադրական գործողություն երես չունեն որ ցույց տան իրենց երեսները մեկ է երևալու է մեկ է բացվելու են ձեր դեմքերը տեսեք եւս մեկ անգամ իշխանական այս խումբը ակտիվ գործում է հակասահմանադրական մեթոդներով իսկ մեր պանցալի իրավաբանական եւ պետական ղեկի մոտ գտնվող անձինք իրենց անգործնեությամբ կամ լուր համաձայնությամբ մասնակցում են նույն գործողությունների մեջ արդյոք եղել է պատմության մեջ օրինակ երբ որ յուր այդ նույն ժողովրդից ծնված իշխանությունը գործել է ժողովրդի պետության դեմ այո եղել է դա Կամբոջայում հայտնի 70-ական թվականներից սկսած Պոլ Պոտ որ անունը իրականում դա այդպես չի բայց դա մականուն է ահա այդ Պոլ Պոտը 3.5 տարի շարունակ ոչնչացնում էր ոչ թե հազարավոր տասնյակ հազարավոր այլ միլիոնավոր յուր ժողովրդին որովհետև գտնում էր որ իրենք արդեն գիտեն ինչպիսինը պետք է լինի պայծառ ապագա հիշում եք ապագա եւ մղում էին եւ կրկնում եմ ոչնչացնում էին ոչ միայն պետական հաստատությունները այլ յուր ժողովրդին այսօր այդ օրինակը որը շատ իդեպ դաժան օրինակ է եւ այդքան հեշտ չի եղել այդ խոչընդոտ կորչվածը հաղթահարել դրանք վրա տարիներ են տասնյակ տարիներ են դրա վրա գնացել եւ այսօր մենք պետք չէ մտածենք որ սա է ահա վերջ է ոչ սա արթնացման սկիզբն է եւ եկեղեցու ղողանջները մեր սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիների ղողանջները այսօր այն կանչնեն որոնց մենք պետք է արձագանքենք մեր միասնական վերինաստիճանի սահմանադրական եւ օրենքով նախատեսված միջազգային իրավունքին չհակասող ձևերով կարծես թե այդպես չի որ այդ խմբերը ակտիվ որոնց ես դիմում եմ չգիտեն չեն ճանաչում ինձ կամ չեն կարող արձագանքել հստակ պատասխանելով արդյոք պահը զգում եք որ այս իշխանությունները սրբոց սրբին են կպնում եւ բառից բուն իմաստով եւս մեկ անգամ կրկնեմ այս իշխանությունները իրականացնում են այն գործողությունները
որոնք չեն կարող իրականացվել ուղղակի Հայաստանի Հանրապետության եւ հայության դեմ դարեր շարունակվող պայքարը, այն է ցեղասպանությունը։ Եվ այսօր մենք պետք է ցույց տանք, որ մենք չենք ուզում ինքնասպանություն կատարել որպես ազգ եւ պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու մեր ինքնությունը, առաջի հերթին հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր բոլոր ժողովրդավարական այն արժեքները, որոնց ներքո եւ որոնցով քողարկվելով են եկել այս իշխանությունը, զավթել է իշխանությունը։ Մենք ունենք սահմանադրական ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ։ Ու ես կարծում եմ, որ այս օրվա իմ ձեզ դիմելը կգտնի արձագանք, ընդ որում ոչ թե ինչ-որ մի պահ, այլ հենց այսօրվանից եւ հենց հիմա։ Շնորհակալություն։